Եվ իմ խնդիրը չի նրա պարտականությունների տիրույթ մտնելը, հասկանալը ինչ է իրանից ենթադրում քննիչի աշխատանքը, ինչ իրավասություն ունի, ինչ իրավասություն չունի, եթե կոնկրետ ինչ-որ գործով հրավիրվում եմ, ասում եմ այն ինչ-որ իրականությունն է, ինչ-որ եղելությունն է եւ իմ խնդիրը չի խորանալու դրա մեջ։ Դու քննիչի մոտ որ գնացել եք, ո՞նց եք գնացել, ո՞վ եք գնացել, զանգով են կանչել, Չեմ հիշում։ Չեմ հիշում։ Հաճախակի եք ելում քննչական։ Չի ասի։ Ասի եզակի դեպք։ Հազվադեպ, դեպքեր պատահում է կյանքը, ամեն ինչ էլ պատահում է, բայց քննչական կոմիտեում, որ ասեմ ամբողջ օրը քննչական կոմիտեում քննիչների հետ եմ իրենց աշխատանքային առօրյան կիսում, դա էլ սուտ կլինի։ Իհարկե։ Ասի ասա եթե դիտարկում ենք եզակի դեպք։ Հիմա իշխանով մենք չի, դատարանը ձեզ հավատա, որ դու չեք հիշում, թե ինչ եղանակով եք գնացել հարցը։ Մյուսին, մեկ էլ թող դատարանը որոշի պատվարժան։ Հաստատում ստացել եք, ծանոթագիր ստացել եք քննչական դեպքերով վերաբերյալ թե ոչ։ Ծանոթագիր որպես այդպեսին չեմ կարող հիշել, որովհետև վաղուց փոստատարին չեմ տեսել, վաղուց ինքս էլ փոստում չեմ եղել։ Մեկ այլ դատական գործով նաև ես ինքս պատասխանող կողմ եմ եղել, նաև այդ դատական գործի ընթացքում հանուն արդարության պետք է ասեմ, որ ես ծանոթություն չեմ ստացել, բայց իմ դեմ դատական ակտ է կայացվել։ Ես վաղուց փոստում չեմ եղել, ուստի ծանոթություն եւս չեմ ստացել։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող եք դուք ենթադրել։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Այդ դուք տեղյակ եղել եք, որ Գառնիկ Ղազարյանը եւ Տերյանն Արամանյանը ձեր նշեցիք ձեր հրապարակից ընկերներն ինչ եղանակով են գնացել քննչական մարմնի հարցակցման։ Չեմ հետաքրքրում։ Լսել եմ, որ իրենք քննչական գործողությունների մասնակից են, բայց անկեղծ ասած չեմ խորացել դետալների մեջ։ Լսել եմ, որ այո, նրանց կոնկրետ գործի շրջանակներում, քննչական գործի շրջանակներում հրավիրում են քննչական կոմիտե եւ պարբերաբար հարցաքննություններ են տեղի ունենում։ Այս դեպքի հետ կապված զրուցել եք նրանց հետ։ Ես բոլորի հետ եմ այս դեպքի հետ կապված զրուցել, որովհետև անկեղծ ասած ինձ համար էլ այս դեպքը նաև հանելուկային մի դեպք է, ինչու, որովհետև ինչու հայհոյել մարդու, որ ինչ է ճանաչում, ինչու փորձել խոչընդոտել մի մարդու քարոզարշավ, որի քարոզարշավը քաղաքում ոչ մի ուրիշ տեղ չեն փորձում խոչընդոտել, ու հարցերի հարցը կրկնում եմ, ինչի հայհոյել մարդու, ում ուղղակի չես ճանաչում։ Պարոնակ, ինչի հայհոյել, դուք ասեք։ Իսկ պարզեցիք դուք ձեր համար։ Չէ, որ պարզեի Ինչ կպարզեի առնվազն ինչ, կպարզեի ինչի, այդ հայհոյանքը պետք է պատճառ ունենա, չէ, կամ առնվազն մարդը ունի հիմնավոր պատճառներ հայհոյելու հայհոյումական, պետք է պատճառ չունենա, չէ, չեմ պարզեի։ Իսկ համոզված են, որ հայհոյան եղել է։ Դե ես ասեցի, չէ, որ Գառնիկ Ղազարյանը պնդել է, որ եղել է։ Իսկ Գառնիկ Ղազարյանը կարող է ստի հնարավորություն։ Ես չեմ կարծում, որ 70-ից մարդը պատճառ ունի ստելու, կամ ինչի ստի, լավ, եկեք այդ դեպքում հասկանանք ինչի ստի։ Որ Արգելի վկա, որ ինքը պարզել է, մինչ Համբարձում Ներսիսյանին հանդիպել է, որ ձեզ այդ յուղում չեն սիրում, չեն ցանկանում հասկացել։ Ինքը ինձ ասել է, փոխանցել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են 2 անձ եւ իմ նախընտրական բուկլետին նայելով իմ ուղղությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տեղացել։ Հիմա Գառնիկ Ղազարյանը դատարանում այն ցուցում կտել, չի ասել, որ իրեն են մոտեցել, այլ ինքն է մոտեցել, դա մեկ։ Գառնիկ Ղազարյանը ես ձեզ ասեմ, որ հարցը տամ, էլի։ Գառնիկ Ղազարյանը ինչ Համբարձում Ներսիսյանի եւ Գևորգ Ներսիսյանին հանդիպել է, դատարանում է ցուցում տվել։ Այդ յուղի կենտրոնական հատվածում հանդիպել է մարդկանց, որոնց ցանկացել է փոխանցել ձեր նախընտրական բուկլետները ու մարդիկ հրաժարվել են վերցնել, չեն ցանկացել ցանկացել։ իրենց իրավունքն է։ Ու դատարանում ցուցում կա տվել, որ ինքը դրանից հասկացել է, որ ձեզ այդ յուղում չեն ընդունում, չեն սիրում, իր ասած բառերը։ Նա ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ Շատ լավ, որ ինքը ասել է դատարանում այն, ինչը որ ինքը զգացել է, այն ինչը որ իր
ներքին մտորումների եզրահանգման արդյունք են եղել, շատ լավ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս այդ գյուղում հայհոյել, խոչընդոտել, թույլ չտալ ու նմանատիպ բաներ։ Արգելի վկայում հարցը ձեզ հասկանալի է, հարցը ըստ էության այլ բան էր։ Ինքը ձեզ նման բան պատմել է ոչ։ Գառնիկ Ղազարյան ժամանակին մի որոշակի ժամանակ անց պատմել է, բայց տվյալ օրը ինքը նման բան ինձ չի ասել։ Ինքը նման բան չի ասել, ընդհակառակը ես ձեզ ասեմ, այլ իրավիճակ է եղել, մարդը մոտեցել է, ես այլ ձև գիտեմ, էլի, այլ ձև է ինձ ներկայացվել, մարդը մոտեցել է ի սկզբանե մարդկանց, այդ որտեղ որ գյուղի տարեցները նստում եւ իրենց ժամանակն են անցկացնում, գյուղապետարանի դիմաց, մոտեցել է այդ մարդկանց, խոսել է, զրուցել է, ընդհակառակը ի սկզբանե եղել է շատ դրական եւ շատ նորմալ արձագանքը, նորմալ է որ կլինեն այդ մարդկանց մեջ մարդիկ, որոնք ուղղակի չեն սիրի, գուցե նաեւ ատեն ինձ, դա էլ է նորմալ։ Իսկ ինչ, կներեք, իսկ ով ասեց, որ բոլորը պիտի սիրեն կամ բոլորը պիտի կիսեն քո գաղափարները, այդպիսի բան կա։ Չկա այդպիսի։ Արգելի վկա, ներողություն խնդրում։ Չգիտեմ, առանց իրավունքի, սա արդեն նախընտրական ելույթ չի։ Խավլիցի։ Առարկայական ու հնարավորինս հարգել Համեցի։ Ժամանակներ այդ ունեցել Հիմա դուք հավոտում տալու օրը Գառնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունը եղել է թե ոչ։ Չեմ հիշում։ Իսկ որ Գառնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, ասել է, որ Հարություն Մկրտչյանը եկել էր ոստիկանություն, Բաքվում ինքը հանդիպել է ձեզ։ Կարող եք ձեր ճիշտելու արդյունքում եւ Գառնիկ Ղազարյանով 70 մանց մարդակյանքում սուտ չի խոսում, հավատալ Գառնիկ Ղազարյանի ցուցմունքին, որ ձեզ տեսել է ոստիկանությունում։ Գուցե կարելի է հավատալ կամ իհարկե պետք է հավատալ, գուցե ես այլ հարցով պայմանավորված եղել եմ ոստիկանության բաժնում, որովհետեւ ինտենսիվ կապ է եղել իմ եւ ոստիկանության միջև որպես կառույց եւ մարդ, որը մասնակցում է ընտրություններին եւ ընտրություններին գլխավորում է քաղաքական ուժի ցուցակը, ինտենսիվ կապ է եղել եւ այդ շրջանում բազմիցս ես եղել եմ ոստիկանության բաժնում տարբեր դրվագներով պայմանավորված։ Վերաբերվում է արգելի վկա, ես քիչ առաջ խնդրեցի, որ առարկայական պատասխանեք, թե ինչ հարցերով, ինչ գործերի հետ կապված է ոստիկանություն լինում։ Այս գործով չի անցնում, մեզ էլ չի հետաքրքիր։ Հիմա տեսեք, 01-11-25 թվականը, գիշերային ժամ, Գառնիկ Ղազարյանը, ինչպես ինքն է նշում, ներվել է կամ հրավիրվել է ոչ իր ցանկությամբ, դատարանում է նմանություն։ Հրավիրվել է ոստիկանություն, ես մեր մասին, հրավիրվել է ոստիկանություն, հաղորդում ներկայացնելու համար ոստիկանության պետի տեղակալի կողմ ուտի, գիշերային ժամ։ Ու այդ ժամին դուք ներել եք ոստիկանությունում ըստ Գառնիկ Ղազարյանի։ Այս գործի հետ կապված մեզ այլ գործեր չի հետաքրքրում։ Հիմա դուք այս գործի հետ կապված եղել եք այդտեղ, զրուցել եք Գառնիկ Ղազարյանի հետ, չեք զրուցել, ինչի մասին եք զրուցել։ Պատասխանեմ։ Երբ որ այդ օրվա ընթացքում տեղի ունենում միջադեպ եւ այդ միջադեպի մասին խոսակցությունները ընդհուպ տեղափոխվում է նախընտրական շտաբ եւ վերածվում է քննարկման, թե ինչ լուծում պիտի լինի, ու դրանից հետո երբ որ ոստիկանությունը հարկ է համարում Գառնիկ Ղազարյանին ներգրավելու գործի մեջ եւ հրավիրելու ոստիկանության բաժին, իհարկե ես իմ ավականու 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի կողքին եմ եղել եւ գնացել եմ ոստիկանություն, որպեսզի տեղում իրավիճակը պատկերացնեմ եւ առնվազն դրսում են դրսի պուլպուլակից ջուր խմեմ, սպասեմ թե երբ Գառնիկ Ղազարյանը դուրս կգա ու ինչ են ոստիկանները նրանից ուզում։ Բանով էր պուլպուլակի ջուր։ Շատ հիանալի, հիանալի։ 5 անգամ ես հորդորեցի, որ ըստ էության պատասխանենք հարցին, նախընտրական քարոզարշավ չի, արդեն ավարտվել է։ Ես հարցերը ըստ էության եմ տալիս։ Ինչ առաջ դուք նշեցիք
ջրի համը կարծում եմ գործի էության հետ որևէ առնչություն չունի։ Պատվարժան դատարան Պաշտպան եւ երբ որ դիտողություն է արվում նման բնույթի, խնդրում եմ այդ տոնալությամբ չարձակել։ Ես ուրեմն պատվարժան դատարան կարծում եմ, որ ոչ թե պաշտպանական կողմին դատարանը պետք է նման բոլոր կամ չգիտեմ Եթե ուշադրեք, ես նաև վկային եմ նման օրտոլոգ ու պահանջով դիմեցի, որպեսզի հարցերին ես մի քանի անգամ խնդրեցի վկային, որպեսզի ըստ էության կոնկրետ այս իրական գործի հետ կապված հարցերի պատասխան։ Այնտեղ պուլպուլական ես չեմ դրա մասին խոսում։ Հիմա տեսեք, դուք ձեր հեռախոսահամարը ոստիկանության որևէ աշխատակցի այս գործի համար, այս գործի շրջանակում տրամադրել եք թե ոչ։ Այս գործի շրջանակում ոչ, բայց ի հավելում ձեր հարցի, որպեսզի այլ հարցեր չառաջանա եւ փակենք մնացած հարցերի ճանապարհը, ոստիկանության ծառայողների մոտ, այդ թվում նաև ոստիկանության պետի մոտ եղել է իմ հեռախոսահամարը եւ նորից եմ կրկնում ինտենսիվ կապ ենք մենք պահպանել։ Դուք հաղորդում ներկայացնելու process-ին գործընթացին մասնակից եղել եք։ Հաղորդում ներկայացնելու գործին process-ին մասնակից չեմ եղել։ Քիչ առաջ ասացիք, որ այս հարցի շրջանակներում ոստիկանության հետ որևէ առնչություն չեք ունեցել, կոնկրետ այս հարցին։ Եթե ես սխալվում եմ, ձայնագրվում արտակարգ լիստը, կարող ենք լսել, որպեսզի համոզվենք։ Հիմա ասում եք, որ եղել եք։ Հիմա կարող եմ հետո պարզվի, որ դուք տրամադրել եք ոստիկանությանը կոնկրետ այս գործի հետ կապված ձեր հեռախոսահամարը, որպեսզի ձեր հետ այս գործով ինտենսիվ կապ պահպանեք։ Կրկնում եմ իմ հեռախոսահամարը ոստիկանության պետից սկսած իր տեղակալներով եւ աշխատակիցներով այդ թվում վերջացած եղել է ոստիկանության ծառայողների մոտ եւ մենք ինտենսիվ կապ ենք պահպանել։ Ինչով է պայմանավորված, որ պետից սկսած գրեթե բոլոր աշխատակիցների մոտ ձեր համարը։ Որովհետև վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների նախաշեմին ոստիկանության վաղարշաբաթի պետը այդպիսի որոշում ուներ կայացրած, որպեսզի քարոզարշավի ողջ ընթացքը բոլոր տեխնացուների համար ընթանա հարթ եւ անխոչնդոտ եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված ոստիկանության պետը անձամբ իր ուսերին էր վերցրել այդ պարտականությունը եւ կարծում եմ ինքը փայլուն կատարել այդ պարտականությունները այդ ընթացքում։ Գարնիկ Ղազարյանի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում տալու վերաբերյալ արձանագրության մեջ առկա է ձեր անուն ազգանունը եւ 0778386 եթե չեմ սխալվում եւ 09 դա ձեր հեռախոսահամարում հաստատում եք որ դա ձեր հեռախոսահամարն է։ Այո։ Այս ձեր հեռախոսահամարը եւ ձեր անուն ազգանունը ներառված է Գարնիկ Ղազարյանի կողմից հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ 76-ամյա մարդ, որի հեռախոսը այդ օրը փչացել էր, որից հետո ես իրեն հեռախոս եմ նաև նվիրել։ Ու օրվա մեջ երևի մի 5-6 անգամ Գարնիկ Ղազարյանը իմ հեռախոսը խնդրել է եւ զանգեր է իրականացրել ու ես տրամադրել եմ Գարնիկ Ղազարյանին վստահելով իրեն։ Հիմա գուցե զանգերից մեկն էլ այդտեղ ա եղել, այդտեղ արձանագրվել, այդ բարակայում ա եղել։ Բա ավելի հստակ մի փոքր ձևակերպեք ձեր հարցը։ Ես հարցից հասկացա եմ, որ իմ հեռախոսը արտացոլվում է այդտեղ, ճիշտ է։ Ոչ, սխալ եք հասկացել, ես Համեցեք։ ավելի կոնկրետ հարցադրում կատարել։ Տեսեք, երբ որ անձին հրավիրում հաղորդում ներկայացնելու, նշում են իր անձնական տվյալները, երբ է ծնվել, որտեղ ապրում, անձնագիր, չգիտեմ, հասցե, հեռախոսահամար։ Այդ հեռախոսահամար դաշտում գրված է ձեր հեռախոսահամարը փակագծերում է ձեր անուն ազգանունը։ Ես ասում եմ այդ մարդու հեռախոսը այդ օրը փչացել էր, այդ մարդուն հրավիրել եմ բաժին, որպեսզի գործը ինչ որ առումով եւ երևի թե հիմնականում կապված է իմ քարոզարշավի հետ, բա նախընտրական ցուցակը գլխավորողը ես եմ, իմ հետ կապնվելու պարագայում ես վստահաբար Գարնիկ Ղազարյանին կարող էի գտնել եւ հորդորել կոչ անել ներկայանալ նախաքննական մարմին կամ չգիտեմ։ Գարնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ
իր փչացած հեռախոսի զավեշտ է, բայց Չէ, դե մի զավեշտ կա, ինչա փչացել է։ Ներողություն։ Իր հեռախոսի զանգահարել են ոստիկանության աշխատակից, իր այդ հեռախոսի, որ դուք ասում եք փչացած է։ Հենց այդ օրը։ Հենց այդ օրը։ Այո։ Պատասխանել։ Հրավիրել են։ Պատասխանել է զանգին։ Հիմա կարող է զանգած կարող են լինել, պատասխանել է։ Ես որքանով որ տեղյակ եմ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը այդ օրը փչացել էր։ Հիմա ես ձեզ ասում դատարանում է ցույց տվել նախազգուշացված լինելու պարագայում։ Նշել է, որ ինձ զանգահարել է ոստիկանության պետի տեղակալ Ամիրյանը, եւ կանչել է ոստիկանության բաժին։ Եվ Այսինքն ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, որ իր հեռախոսը փչացած է։